Հսկայի նվերները, աբխազական հեքիաթ։ Մի ծեր մարդ ու պառավ կին են լինում։ Նրանք իրենց մինուճար աղջկա հետ ապրելիս են լինում մի նեղ խրճիթում։ Նրանց մխիթարում էր միայն մի հույս, որ իրենց աղջիկը կմեծանա ու նրանց օգնական կդառնա։ Մի անգամ ծերուկը էշով գնում է փայտի։ Անտառը, որտեղից նա փայտ էր բերելու, հեռու էր, շատ հեռու։ Ծերունին էշը բարձելուց հետո պատրաստվում էր տուն վերադառնալ։ Հանկարծ նա լսում է մի սոսկալի որոտ և ինչ-որ ծանր քայլերի ձայն։ Ծերունին վախից չի իմանում ինչ անի, ուր թաքնվի և մնում է էշի կողքին կանգնած։ Մեկ էլ նրա առջև մի հսկա է հայտնվում։ «Էյ, ծերուկ», որոտաձայն գոռում է նա, «ինչպես ես համարձակվում տանել իմ փայտը։ Դրա համար արժե քեզ պետք եղածին պես պատժել, բայց այս անգամ ներում եմ։ Իսկ եթե նորից գաս փայտի, աղջկանդ հետդ բեր, թե չէ գլուխդ ուսերիդ վրա չի մնա»։ Ծերունին խոնարհվում է հսկայի ոտքերի առջև և շտապում է տուն։ Տանը նա ամեն բան պատմում է կնոջը, և նրանք երկուսով վշտանում են, չեն իմանում ինչ անեն։ Օրերը ցուրտ էին, առանց փայտի ինչպես յոլա գնային, ինչով ճաշ եփեին։ Եվ ծերունին ստիպված է լինում նորից գնալ անտառ։ Մայրը արցունքն աչքերին զարդարում է աղջկան և հոր հետ ճամփա դնում։ Հայր ու աղջիկ հասնում են փայտ հավաքելու տեղը, բայց այնտեղ ոչ ոք չի լինում։ Նա արագ բարձում է էշը և այն է ուզում էին վերադառնալ, երբ կարծես գետնի տակից հայտնվում է հսկան։ Ծերուկ, նորից ես եկել։ Այո, ինչպես որ հրամայել էիր, աղջկաս հետ եմ եկել, պատասխանում է ծերուկը, ցույց տալով աղջկան։ Հսկան ասում է. «Ցախը տուն տար ու վերադարձիր։ Այստեղ դու կգտնես իմ հետքերը և հետևելով դրանց կհասնես իմ տուն։ Տես չփորձես հակառակվել, թե չէ աղջկադ էլ չես տեսնի»։ Այս խոսքերն ասելուց հետո հսկան անհետանում է։ Ծերունին գալիս է տուն, ցախը թափում է և նորից վերադառնում անտառ։ Այնտեղ նա գտնում է հսկայի հետքերը և գնում այդ հետքերով։ Շատ է գնում, թե քիչ, վերջապես հասնում է ոսկե տանիքով բյուրեղապակյա մի տան։ Տան պատշգամբում նստած էր աղջիկը։ Աղջիկը տեսնելով հորը վազում է նրան ընդառաջ և ձայն է տալիս. «Հայրիկս եկավ»։ Հսկան նույնպես դուրս է գալիս և դիմավորում ծերունուն։ Նա կապում է էշը և նրան տուն տանում։ Ծերուկը 2 օր հյուր է մնում փեսայի մոտ։ Երբ նա պատրաստվում է վերադառնալ տուն, հսկան նրան էշի փոխարեն ձի է տալիս։ Իսկ խուրջիններից մեկի մեջ ուտելիքից բացի դնում է նաև մի սագ։ «Երբ տուն կհասնես», ասում է հսկան, «սագին ասա. դե սագիկ, տուր այն, ինչ որ մեզ պետք է։ Երբ նա պետք եղածին չափ ձեր ուզածը կտա, ասա բավական է, և նա էլ ոչինչ չի տա»։ Ծերունին վերադառնում է տուն, պառավին ասում. «Այ կնիկ, այլևս խեղճ չենք լինի, այս սագը մեզ կապրեցնի»։ Այս խոսքերով ծերունին սագին դնում է խրճիթի մեջտեղում և ասում. «Դե սագիկ, տուր այն, ինչ որ մեզ պետք է»։ Սագը սկսում է ոսկյա և արծաթյա դրամներ ածել։ Ծերունին լռում է, մինչև որ սագը 3 մեծ կույտ ոսկի և արծաթ է ածում, որից հետո միայն բավական համարելով հրամայում է. «Բավական է»։ Սագն էլ դադարում է ածելուց։ Հարստանալով ծերունին իր հին խրճիթը քանդում է ու մեծ տուն է կառուցում և իհարկե տնտեսությունը բարեկարգում։ Ամռանը նա պառավին ասում է. «Այ կնիկ, արի գնանք հանքային ջրեր, այնտեղ կլողանանք և դա մեզ համար օգտակար կլինի»։
Պարավը համաձայնում է։ Նրանք իրենց հետ վերցնելով սագը ընկնում են ճամփա։ Երբ տեղ են հասնում, սագը հանձնում են այն տանտիրոջը, ուր իջևանում են։ Այս սագը պահիր քո հավաբնում, խնամիր նրան, քանի դեռ մենք էստեղ ենք։ Միայն խնդրում եմ, նրան չասես, դե սագիկ տուր ինձ այն, ինչ որ ինձ պետք է։ Տանտերը սագը տանում է տուն, բայց հետաքրքրության համար խախտում է իր խոստումը և երբ մենակ են մնում, ասում է. «Դե սագիկ, տուր ինձ այն, ինչ որ ինձ պետք է»։ Սագը իսկույն ևեթ սկսում է ոսկի ու արծաթ հացել։ Այդ տանտերը ժլատ ու անազնիվ մարդ է լինում։ Նա ծերունուն չի վերադարձնում նրա հրաշալի սագը, այլ այն փոխում է մեկ ուրիշ, սովորական սագով։ Ծերուկը ոչինչ չի նկատում և վերցնելով հասարակ սագը մեկնում է։ Հասնելով տուն, սագին իր տեղն է դնում և ասում. «Դե սագիկ, տուր ինձ այն, ինչ որ ինձ պետք է»։ Բայց սագը միայն բարձրաձայն կռկռում է։ Ծերուկը շատ է խնդրում, աղերսում է, բայց իզուր։ Մի քանի օրից հետո ծերուկը նորից ճամփա է ընկնում դեպի անտառ, հսկայի մոտ, և սկսում է նրան գանգատվել։ Ըստ երևույթին քո սագը ծերացել է, նա այլևս ոսկի ու արծաթ չի ածում։ Հսկան հասկանում է, որ իր հրաշալի սագը փոխել են, որ այլևս ոչինչ անել հնարավոր չէ։ Նա ծերուկին մի արշին է տալիս և ասում. «Ահա քեզ մի ուրիշ նվեր, միայն տես ծերուկ, էլ ոչ ոքի չտաս, հենց որ կհասնես տուն, ասա, դե արշին, չափիր այն, ինչ որ միշտ չափում ես։ Երբ արշինը կչափի այնքան, որքան քեզ պետք է, կասես բավական է, և նա կդադարի չափելուց»։ Ծերունին գալիս է տուն ու ասում. «Դե արշին, չափիր այն, ինչ որ միշտ չափում ես»։ Եվ արշինը սկսում է արագ չափել մետաքս, ատլաս, թավիշ և ուրիշ թանկարժեք կտորներ։ Մի ամբողջ կույտ չափելուց հետո ծերուկն ասում է. «Բավական է»։ Արշինը դադարում է չափելուց։ Ծերունին կտորները վաճառում է և ավելի է հարստանում։ Գալիս է ամառը։ Ծերունին որոշում է կնոջ հետ նորից մեկնել հանքային ջուր։ Նա իր հետ վերցնում է նաև հրաշալի արշինը։ Նրանք իջևանում են նույն տանտիրոջ մոտ։ Ծերուկն արշինը պահ է տալիս տանտիրոջը և ասում. «Խնդրում եմ, մինչև մեր վերադարձը այս արշինը պահես, փակի տակ պահիր, սնդուկում, և հանկարծ մտքիցդ չանցկացնես ասել, դե արշին չափիր այն, ինչ որ միշտ չափում ես»։ Խորամանկ տանտերը իսկույն գլխի է ընկնում, որ այս արշինը հասարակ արշին չէ։ Տանելով տուն, դնում է սեղանին և ասում. «Դե արշին, չափիր այն, ինչ որ միշտ չափում ես»։ Արշինը սկսում է չափել զանազան թանկարժեք կտորներ։ Այնքան շատ է չափում ու լցնում սեղանի վրա, որ տանտերը ակամա ձայն է տալիս. «Բավական է»։ Եվ արշինը իսկույն դադարում է չափելուց։ Հասկանալի է, որ տանտերը այս հրաշալի արշինը նույնպես յուրացնում է։ Իսկ ծերունուն, որը ոչինչ չէր կասկածում, տալիս է խանութից գնած մի սովորական արշին։ Վերադառնալով տուն, ծերունին հրամայում է արշինին չափել, բայց արշինը ընկած էր ինչպես մի հասարակ փայտ։ Ծերուկը նորից ճանապարհվում է անտառ, հսկայի մոտ, և սկսում է գանգատվել։ Երևում է արշինդ փչացել է, քանի անգամ նրան ասացի չափիր, իսկ նա չչափեց։ Դե հսկան իհարկե հասկանում է, որ արշինն էլ եմ փոխել, և նա ծերուկին տալիս է մի նոր նվեր՝ մուրճ։ Երբ գնաս տուն, ասում է նա, մուրճին հրամայիր, դե մուրճ վրիժառու, ամեն կողմի վրա էլ աշխատիր, արա այն, ինչ որ միշտ արել ես։ Ծերունին վերցնում է մուրճն ու գնում տուն։ Երևի այս մուրճն ինձ չի խաբի և իր գործը սագից ու արշինից ավելի լավ կկատարի, մտածում է նա։ Հենց որ ծերունին վերադառնում է տուն, ասում է մուրճին.
Դե մուրճ վրիժառու, արա այն, ինչ որ միշտ անում ես։ Այդ ժամանակ մուրճը տեղից վեր է թռչում, սկսում է ծերունուն այնպես եռանդով ծեծել, որ խեղճը հալից ընկնում է։ Բայց մուրճը չի դադարում, հանգիստ չի տալիս, շարունակում է ընկած վիճակում էլ անդադար ծեծել նրան։ Հերիք է, բավական է, աղաղակում է ծերունին։ Եվ միայն այդ ժամանակ մուրճը դադարում է նրան ծեծելուց։ Ծերունին այս բոլորի մասին շատ է մտածում, սակայն չի հասկանում, թե ինչու հսկան իրեն այսպես պատժեց։ Ամառը ծերունին իր պառավի հետ նորից գնում է տաք ջուր։ Եվ այնուամենայնիվ չի մոռանում իր հետ տանել նաև մուրճը։ Տանտերը տեսնելով ծերունուն իր պառավի հետ շատ է ուրախանում եւ առաջին հերթին նրանց հարցնում է. «Ինձ մոտ պահ տալու ոչինչ չունեք»։ Այստեղ ծերունուն մտքից անցնում է փորձել տանտիրոջ ազնվությունը։ Նա նրան է հանձնում մուրճն ու ասում. «Աչքիդ լույսի պես պահպանիր այս մուրճը եւ չմտածես նրան ասել. դե մուրճ վրիժառու, ամեն կողմի վրա էլ աշխատիր»։ Տանտերը իհարկե հասկանում է, որ սա հասարակ մուրճ չէ։ Նա շուտով գնում է իր սենյակը եւ մուրճը դնելով սեղանին ասում է. «Դե մուրճ վրիժառու, ամեն կողմի վրա աշխատիր»։ Հենց նույն վայրկյանին մուրճը հարձակվում է տանտիրոջ վրա եւ սկսում է նրան ջարդել։ Տուր թե կտաս, էլ տեղ ու դադար չի տալիս, առաջացնելով վերքեր, ուռուցքներ։ Տանտերը որ կողմի վրա որ շուռ էր գալիս, որ կողմի վրա պտտվում էր, ոնց աշխատում էր ազատվել, զուր էր։ Խարդախը վախենում է եւ սկսում է օգնություն կանչել։ Հարևանները հավաքվում են, բայց ոչ մի կերպ չեն կարողանում զսպել մուրճին։ Համարձակ մարդկանցից մեկը բռնում է մուրճը, բայց նա նույն վայրկյանին պոկվում է նրա ձեռքից եւ նորից հարձակվում խարդախի վրա։ Տանտերը ամբողջովին ուռած ու կապտած այլևս չի համբերում եւ ճչում է. «Շտապ կանչեք այստեղ ծերուկին, մուրճի տիրոջը»։ Երբ ծերունին գալիս է, ուժասպառ եղած խաբեբան սկսում է նրան աղաչել. «Խնդրում եմ, զսպիր մուրճիդ, իսկ ես կվերադարձնեմ քեզ եւ սագը, եւ արշինը»։ Ահա թե ինչու սագս չէր ածում, իսկ արշինը չէր չափում, ասում է ծերունին։ Դե այդպես էլ պետք է լիներ, սակայն այս անգամ ներում եմ քեզ։ Ապա հրամայում է մուրճին. «Էй, մուրճ վրիժառու, դադարիր»։ Մուրճն անմիջապես հնազանդվում է եւ ընկնում մի կողմի վրա։ Խաբեբա տանտերն իսկույն ծերունուն է վերադարձնում եւ սագը եւ արշինը։ Ծերունին ու իր պառավը իրենց ունեցածով գոհ ու երջանիկ վերադառնում են տուն եւ մինչեւ իրենց կյանքի վերջը ապրում են հարստության ու լիության մեջ։